Բարև սիրելիներս, մեզ մոտ ժամը 2-ը կլինի, մենք 11-ից պատրաստվում ենք, երկելով շվարվում ենք, հիմա գնում ենք մի հատ, էլի, մենք համ Դավթաշենում ենք ապրում, համ 16 թաղամասում, 16 թաղամասում եմ ես մեծացել, բայց հետո տեղափոխվեցինք Դավթաշեն, մի խոսքով, հիմա կգնանք 16 թաղամաս, տատիի մոտ, ուզում ենք գնանք Վարդանանց այգի է, այնտեղ շատ եմ եղել, ուզում եմ իմ երեխային էլ տանեմ այնտեղ, ջրի հետ խաղալ, մի խոսքով ցույց կտամ այսօրվա մեր օրվա վլոգը, այսօր պետքա ամուսնուս տատիկի պապիկի տուն էլ գնանք, բայց երեկոյան, խոսքով այդպես, իմ որորդ օրն է, իմ 5-րդ օրն է Հայաստանում, կամ 6, հա չէ 6-րդ օրն է։ Այստեղ արի։ Հələ մտ։ Արի գնանք ուրիշ տեղ, արի։ Լավ է ջուն։ Հա? Մենք այդ հայգուց վերջացրեցինք, դուրս եկանք, էյցել իմ դյուտիկ ուրախ, ինքը առաջին անգամ է քաղաք իջնում, ես արդեն առանց իրա իջել եմ, հիմա ուզում ենք գնանք Պոնչիկանոց, քայլելով կգնանք, հիմա հրապարակում ենք, հետա քայլելով կգնանք դեպի Պոնչիկանոց, շատ եմ ուզում, որովհետև ես էլ երևի 2 տարեկան Պոնչիկանոցում նկար ունեմ, ուզում եմ տենց մի հատ նկար լինի իմ երեխու համար։ Հիմա մենք արդեն հյուսիսային պողոտայում ենք, այնքան բան է իրականում փոխվել Հայաստանում այս 3 տարվա մեջ։ Ահա որ մեծ խցանումներ են, մի տեղ դուրս գալու համար մոտավորապես 1 ժամից ավել տաքսիով։ Պետքա պլանավորես ու շուտ դուրս գաս։ Ես ինձ չէի հիշում Հայաստան։ Ու երթուղայինում հիմա ավելի հով է, քան տաքսիում։ Լավ բարելավվել է երթուղայինը։ Բայց միաժամանակ իր մինուսն ունի, որ ես չեմ կարողանում իմ քարտով վճարել բանկային։ Ինչքան գեղեցիկ են նկարվում, իմ քույրիկը սովորում է Թերլեմեզյան քոլեջի առաջին կուրսում ու ես իր ծանրաբեռնվածությունը որ տեսնում եմ շատ ուրախ եմ, որ ես չեմ ընդունվել Թերլեմեզյան քոլեջը, անգամ գործերս չեմ տարել տվել, որովհետև իրոք շատ դժվար է այնտեղ սովորելը։ Մենք սովածացել էինք, դրա համար որոշեցինք մեզ հետ ճանապարհին վերցնել, բայց քանի որ ասեցին 10 րոպեից պատրաստ կլինի, դրա համար որոշեցինք նստել, տեղում ուտել, նոր շարժվել։ Ոճային առումով շատ գեղեցիկ էր, պատվիրել ենք լահմաջո, 2-ը առանց պանիր, մի հատը պանրով և 2 հատ թան։ Մեր պատվերն արդեն պատրաստ է, մենք 10 րոպեից հաստատ երկար սպասեցինք, լավ մեծ լահմաջոներ էին,
Առանց մենյուն նայելու էի պատվիրել, համեղ լամաջոներ էին, ճուտս մի հատը ամբողջը մենակ ինքը կերավ։ Այս էլ ինքը ուտելուց, արդեն կեսը կերել է։ Դե մենք վերջացրել ենք, հիմա սպասում ենք ինքն էլ վերջացնի ու դուրս կգանք դեպի Պոնչիկանոց։ Ես ու Լուսնյակս չէինք նախաճաշել, սա մեր առաջին նախաճաշն էր։ Չգիտեմ սա ինչ է, առաջին անգամ եմ այսպիսի բան տեսնում օպերայում։ Քրոջս հետ որ խոսացինք, մտածում ենք, որ ճամբարի նման մի բան է, որովհետև երեխաներ կային նույն ֆորմաներով հագած ու անգամ նոր շորեր էին ստանում, ոնց որ ամեն ջոկատ իր գույնով ուղղակի։ Բայց եթե կոնկրետ գիտեք սա ինչ էր, գրեք, որովհետև ինձ շատ հետաքրքրեց։ Հիմա արդեն երիտասարդական ենք, գնում ենք Պապլավոկի այգի։ Դպրոցը գտնվում է հենց այս այգու դիմացը։ Ես սովորել եմ Պարարվեստի պետական քոլեջում բալետի բաժինը։ Դասերից հետո դասընկերների հետ կամ իմ ընկերուհու հետ շուշուտ էինք գալիս այս այգի։ Որոշեցինք ջրի վրա մի քիչ նստենք, քշենք, նոր գնանք Պոնչիկանոց, որովհետև ժամանակ ունենք։ Համ էլ մեր կերածը կմարսենք միջև քաղցր ուտելը։ Մուտքավճարը 1200 դրամ էր, 10 րոպեն ու 200 դրամ է քարտներ։ Հիշում եմ փոքր ժամանակ քրոջը շուշուտ էինք բերում հենց այստեղ խաղերի տեղը իմ դպրոցից հետո, որ գալիս էին իմ հետևից։ Դելֆին ենք, գիտես չեմ այստեղ։ Շատ գեղեցիկ մանկական խաղալիքների խանութ էր, դրա համար որոշեցի նկարեմ։ Ու մենք արդեն հասնում ենք Պոնչիկանոց։ Մի անգամից կգնանք գնացքով Պոնչիկանոց, որովհետև դա ավելի շատ եմ սիրում։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր, այս գնացքը ավստրիական գնացքի անունն է Ավստրիայում ԼԲԲ։ Այստեղ երկար սպասելուց հետո, մեր հերթը չհասնելուց հետո, որոշեցինք գնալ հաջորդ տեղը տեսնել տեղ կա թե չկա, այնտեղ տեղ չկար, բացի դա էլ վերևի հարկը փակ էր։ Ուղղակի այնտեղ նստելու տեղերն էր ավելի շատ, դրա համար գնալու ենք հիմա այնտեղ, որովհետև այնտեղ մեր հերթը ավելի մեծ հավանական է, որ կհասնի այստեղ։ Սենց դեպքերում ես քաշվում եմ անգամ սեղանի կողքը կանգնել, որտեղ մարդկանց շնչին ես ոնց որ կանգնում։ Մենք տատիկի պապիկի տուն գնացել ենք, տուն վերադառնալուց մտել ենք գնումներ կատարելու։ Կայզեր սուպերմարկետ ենք մտել։ Ծանոթական տարիներին ես մի քանի ամիս ամառային արձակուրդներին աշխատել եմ Կայզեր սուպերմարկետում, սկզբում տնտեսական բաժնում էի, հետո տեղափոխեցին Գանձապահ։ Անձնակազմը շատ լավն էր, շատ էի սիրում այդտեղ աշխատանքը մեծ սիրով էի գնում։ Մանավանդ այն դեպքում, երբ որ արդեն Գանձապահ էի աշխատում։ Կայզերում մեծ գնումներ ենք կատարել, քանի որ որոշել ենք բարեկամներին մեկ օր բոլորին հավաքել եւ վերջ։ Մեզ մոտ արդեն օրը կիրակի է, մենք եկել ենք հանգստի կենտրոն, այս տարածքը մինչեւ ուշ երեկո վարձել են, հանգստի գոտին գտնվում է աշտարակում, մեզ լավ մոտիկ էր գտնվում, այստեղ խոտերի վրա հովին խաղալիքները փռել ենք, որ խաղան, արդեն լողավազան են մտել, ես էլ հենց հիմա կգնամ կփոխվեմ ու ես էլ կմտնեմ լողավազան, լողավազանի ջուրը շատ մաքուր էր, տղամարդիկ խորովածի պրոցեսը արդեն սկսել են, իհարկե ավանդույթը չենք խախտում ու կրակի մոտ ուտում ենք միս, բանջարեղենի խորովելու ընթացքը չեմ նկարահանել, դրա համար մի քանի կադրներ են, անգամ այստեղ սառցախցիկ կա, բոլոր հյութերը, խմիչքները տեղավորվել են կանաչին լվանում են, խաշլամա են նաև պատրաստում գարան։ Խոսքով ծնողներս ամեն ինչ հոգացել են, որ լավ ժամանակ անցկացնենք։ Լավն այն էր, որ լիքը առանձին նստելու տեղեր կար, այնտեղ ճոճանակ կար, մյուս տեղը բազմոց կար, այսպիսի առանձին նստելու տեղ էլ կա։ Նաև բաղնիկ կա, այստեղ կարող ես լողանալ, ֆեն կա, օճառ, լրիվ հարմարություններ է այստեղ կան։ Ու առանձին մի հատ զուգարան էլ կա, որը որ մեծ հավաքույթների համար շատ լավ է։ Մենք ուշ ենք եկել, դրա համար Նակը դատարկ չեմ կարողացել նկարահանեմ։ Երևի փակ էր, որովհետև առանց գիշերակաց էինք վերցրել։ Արդեն սեղանն ենք դնում, որպեսզի խորովածն լինի ու նստենք հաց ուտենք։ Սա Շելին է, հորքուրի շունը, շատ սիրուն խելացի շունը։ Եթե ճիշտ էի հաշվել, մոտավոր 37 հոգի ենք։ Իհարկե բարեկամները իմ 37 չեն, ավելի շատ են, բայց այդպես մոտիկ բարեկամներով։ Ես արդեն լողավազան մտել դուրս եմ եկել, կիզի չարև էր, ամբողջությամբ մարմինս արևապաշտպան եմ քսել, որպեսզի չվառվեմ։ Արդեն խորովածն էլ է պատրաստ, մեզ բարի ախորժակ ու նաև լավ ժամանց։ Միակ մինուսը, որ այսպես ձորի բերան է, իհարկե դեպի դուրս տանող դուռը բանալիով անպայման փակում ենք։ Էս էլ իմ արմենս ճոճանակին նստած խորոված ուտում, իրան տատին է չոճորում։ Հենց նկարում եմ, մի անգամից ուզում է իր գործողությունը վերջացնի։
Հեսա իմ մորքուրին ցույց կտամ, ծանոթացեք, իր հետ իմ տարիքային տարբերությունը շատ մեծ չի, դրա համար մենք իրար հետ ընկերուհիներ ենք։ Այստեղ էլ մենք արդեն բոլորս հավաքվում ենք, շատերը արդեն գնացել են, դրա համար է մի հատ էլ գիշերով լույսերը վառ կնկարանեմ, ասեք թե ինչքան գեղեցիկ հիասքանչ տեղ է։ Շատ լավ անցավ, լավ ժամանակ անցկացրեցինք, իհարկե շատ կադրներ չունեմ, չեմ ուզում, որ մարդիկ իրենց լարված զգան, բոլորս եկել էինք հանգստանալու։ Մենք գնում ենք տուն։ Իմ 7-րդ օրն էլ այսպես անցավ։ Սա իմ պապայի խանութն է, ու այս կատուների մաման ծնել է իրանց խանութում։ Մի հատ արկղի մեջ ինքն էր եկել, հետո գնացել էին, այս վերջերս էլի հատիկ-հատիկ բերել է խանութ։ Արդեն ինչքան ժամանակ է խանութում են ապրում, պապաս դուրս չի հանում իրանց։ Իրանց մաման գնում գալիս, իրանց կերակրում է այն ձակուկները խանութում են մնում, դուրս են գալիս, խաղում են, ներս են մտնում։ Տեսեք թե ցիրկը ինչքան գեղեցիկ են, սարքի ես առաջին անգամ եմ տեսնում։ Կուզեի գնալ շոուն տեսնել, բայց ժամանակ չունեմ։ Հիմա եկել ենք մենք Ռասիա, քուրիկս այստեղ գնումներ ուներ, թուղթ պետքա գներ։ Այստեղ Ռասիայում կա շատ մատչելի կոսմետիկայի խանութ, ձեռք հետը կմտնենք այդ խանութը, որտեղից որ ես գնել էի իմ շրթունքների մատիտը։ Արդեն մենք Ռասիա մոլի նկարչական խանութում ենք, անկեղծ անունը չգիտեմ, ոնց է կոչվում, իրան այստեղից ինչ որ հատուկ թուղթ էր պետք, այդ թուղթը ոնց հասկացա մենակ այս խանութում էր վաճառվում, դրա համար եկել ենք այստեղ։ Այնքան թանկ են այսպիսի վրձինները, սրանք ոնց որ բնական մազից չեն, որովհետև իմ քույրիկը շատ թանկ էր գնել բնական մազից, այսինքն ծնողներս։ Սրանք ոնց որ ջրաներկներ են, որտեվ քույրիկս էլ ունի, եկել ենք 16 խանութը, ապակուց տեսա Mixit-ը, չկարողացա, որոշեցի գնել։ Արցիկները 50-50 է, երբեք չեմ փորձել։ Սիրելիներս, քանի որ ես Երևանում եմ, հիմա եկել եմ այն խանութ, որտեղից որ գնել է իմ շրթունքների մատիտը, հետևումս KFC-ն է Ռասիայի, ու այստեղ Միլեն պարֆյում հենց այդպես է կոչվում, վերևն էլ City-ն է։ Ես չգիտեմ ինքը ինչի հիման վրա է այսպես մատչելի է այս խանութը, բայց որ բավականին լավ կոսմետիկա կա ու շատ մատչելի է, բառից բուն իմաստով շատ մատչելի, դա հաստատ է։ Ու նաև այստեղ օծանելիքներ կան։ Մի քանի մինուս ունի այս խանութը, միշտ շատ մարդ կա ու պետքա շատ ուշադիր լինես, որ բացված ապրանք չտանես քեզ հետ։ Օրինակ տեսեք, այստեղ թարչաներ կա 440, 390, մարմնի սկրաբները 420, բոլոր պրոդուկտները ժամկետի մեջ են, անկեղծ իմ համար էլ հարցական մնում ինչու է այսքան մատչելի, հարցական էլ թող մնա։ Գնումները վերջացրեցինք, հիմա մտել ենք KFC, պատվիրել ենք 3 բդիկ 9 թևիկ եւ ֆրի 2 կոլայով, ապաներային սոուս էլ ենք պատվիրել 2 հատ, վճարեցիք 6100 դրամ։ Արդեն չաղացել եմ, ոչինչ, այստեղ կչաղանամ, կգնամ Ավստրիա, հետ կսկսեմ նիհարել։ Մեր պատվերն արդեն պատրաստ է, մոտ է որ 15-ից 20 րոպե մենք սպասեցինք։ Կոլան միջին չափն էի վերցրել։ Ես KFC թևիկներն եմ կծու սիրում, քույրս բդիկներն է սիրում։ Այստեղ բուրգեր մեկ անգամ եմ փորձել ու վերջին անգամներ դա իմ։ Ինձ ընդհանրապես դուր չի գալիս KFC-ի բուրգերները։ Սիրելիներս, մենք տուն ենք վերադարձել, նախապես ներողություն եմ խնդրում աղմուկի համար, որովհետև տանն ենք, մեր տունն էլ միշտ աղմուկոտ տուն է։ Հիմա ցույց կտանք մեր գնումները, KFC-էլ նստեցինք, արդեն ցույց եմ տվել։ Այս մի խանութում այդ էժան խանութում, որ ասացի վճարեցինք 8000 դրամ։ Բացի դա մենք մտել ենք, ոնց էր կոչվում այդ խանութը? 60 խանութը, երևի շատ հայտնի կլինի, ես այն ժամանակ չկար, 3 տարի առաջ եմ այստեղից գնացել, ես չեմ հիշում այդպիսի խանութ կամ էլ տեղյակ չեմ եղել ուղղակի։ 60-ից գնացինք Mixit-ի աչքերի համար նախատեսված կրեմը, իմ համար շատ էի տեսել, չգիտեմ, լավը կլինի, լավը չի լինի, հա, հոդը լավն է, թե ինչ, այսօր կօգտագործեմ երեկոյան լվացվելուց հետո գրված է, որ արդեն կարդացել եմ, առավոտյան եւ երեկոյան ըստ ձեր, ինչքան որ պահանջում է, այսինքն ձեր կարծիքով, ինչքան որ ձեզ պետք է գա։
Նաև գնել եմ Mixit-ի Spiculum-ի ինքը այն ինչ որ ես էի ուզում, ես իմը ուզում էի, որ Wildberries-ից պատվիրենք հայտնի կորեական բրենդը, անունը չեմ հիշում, կարող եմ այստեղ ցույց տալ։ Էլի կանանչ կա, կանանչ չեմ հիշում, լավ։ Մի խոսքով, բայց դա գրված էր, որ հուլիսի 2-ին կգա, իսկ իմաստ չունի ընդհանրապես։ Դրա համար սա գնեցի, այստեղ կար, այդ խանութում կար։ Իսկ մնացածը հետո այնտեղ կփորձեմ պատվիրեմ այն ինչ որ ես ուզում եմ։ Ասել Արմենն արել։ Հա, նոր արեց։ Սա 6000։ 5000 ինչքան էր, սա 3000 էր թե 2 քանիս էր։ Գները կոնկրետ չեմ հիշում։ Կտրոնն էլ ինչպես միշտ չեմ վերցրել։ Սա արդեն ձեռքից փորձել եմ, այստեղ ես շրամ ունեմ։ Շատ թույլ է ծակծկում, շատերն ասում են շատ չի կարելի քսել, որտեվ ինքը ահա որ ծակծկում է, ինքը բանը, չէ, կուկուրուզա ուտում իմ տղեն, ինքը շատ քիչ ծակծկում է։ Տենց այն էֆեկտը, որ ասում են ծակծկելու, ես չեմ ուտում, կամ էլ ես ինքս սխալ եմ հասկացել ուղղակի։ Այստեղ էսպես կան։ Ասում եմ, որ խնդիրների դեպքում մենք կլուծենք հարցերը 38 ժամվա ընթացքում 40 Հա 48 38 Մի խոսքով սա գնել ենք այդ խանութից իր ասված մեկ էլ ուրա այդ մեկ էլ հեսած վերցրել հա մեկ էլ արել ենք այս լիպտինդից ես ունեի անի դու եկավ մտանք իր համար էլ առանք բայց իրա սիրած իմ հա այն ինչ որ 04-ը 06, իսկ իմը 05-ն էր, ոչ փոկոտ այս ավելի ռոզ բիան, իմը ավելի կարմիր էր Կոմբո կստանա միասին մատիտների հետ կյանք ուր ես ուզում հելնես ես ուր հելնեմ գործ եմ է անում Սրանք այստեղ վճարեցինք ինչքան 9 9000 դրամ վճարեցինք 9000 մի քիչ էսքան քանիս էր բայց զարմանալի է որտեղ ես 3000 քանիս էի հիշում գինա վերջանացի գնել ենք սա Տերմոզաշտա այդ շատ մատչելի խանութից մազերի համար հիմա կփորձենք ունենք երկու չեք մեկը կցանենք մեկը չէ հա Պետք է ասենք Սա հերիքա շատ է Թրջվով տաղուց միացնենք Հիմա տակացել է, եկեք մի անգամից այս որը որ արվել է հենց էդի անենք Բայց նայեք լրիվ չի լինում, որտեղ որ ցանված է, այդտեղ մնացել է, չի վառվում Մի խոսքով հիմա եկեք էսի փոխենք, կեսրան արած չի, կեսը հլա անենք, կեսը մի հատ լավ ցանենք Հա, նայ, մեծ է տարբերությունը Շատ է տարբերությունը, հա Այդ դեր ես մասը լցանենք, լբռնի, չդնենք սեղանին հանկարծ Բռնի, սառնա Պետ համ հետևը ցանենք, համ դեմը ցանենք Մի անգամից ցանեցինք, օրինակ ոնց են անում, ցանում են ու չորացնում են, չէ Թվում է հարթ չանա Վաու, նայեք ես կողմը Դա չեկից է Չես տա, և հետո մի կողմը ուղղակի չի լինում Հա, բայց այստեղ օրինակ էլի տարբերությունը զգացվում է, որտեղ որ ցանված է Զգացվում է Այստեղ չկա, այստեղ կա Էլի մի քիչ չափով տերմոն կօգնի, դրա համար օգտագործեք տերմոն, բայց լավն էր, պատը չէր ոնց որ Գնել ենք պուսի գելերը, պուսի հոնքերի ֆիքսատորները, գելերը ու մի հոնքս հենց նոր արեցի, ինքը լավն է Երբեք պուսի չի օգտագործել, դրա համար ընդհանրապես հոնքերի գելեր չեմ օգտագործում հիմնականում, որտեղ իմը իմաստ չունի Բայց լավն է, մեկը լուսին, երկուսը ես կտանեմ Իսկ մեկը վերջացել էր իմը Էսի այդպես
Գնել ենք այսպես մինի խոնավ անձեռոցիկներ, թաց անձեռոցիկներ, ով ոնց կուզիկացի։ Հատը 50 դրամ։ Շատ հարմար են բարսեկի համար։ Հա, մի անգամից սենց հանեմ։ Սուրմա։ Չեն չոր ես ինչ էր կսված, չգիտեմ, մի բան դեսա տվել։ Ինքը խանութը պետքա ման գասահավոր այդ խանութը ու շատ ապրանքներ բաց է օգտագործել են, փակել են հետ են դրել։ Այդ տեսակ խանութա։ Դրա համար եթե հանկարծ առաջին անգամ գնաք չզարմանաք, բայց լավ, հա, չվախենաք, բայց լավ բաներ կգտնեք իրոք մաչելի գներով ու ոյ, շաքաղ վերջանս։ Այս սենց փոքր, ասեցին աճառողուն հարցրեցի, որն է լավ է, ինքը ինձ էս տվեց արտիկին։ Այսինչ բարակացերը։ Ֆոկուս։ Խոսքով այսպես բարակա լավն է, չգիտեմ կկարողանամ նկարեմ թե չէ։ Մի խոսք, չեմ հիշում ինչքան Անանանք տուշ, հայլիով։ ուր է հայլիով։ Ես հայլիա։ Ինչ լավն է, ես չի տեսել։ Դու ես պոկեմ։ Սուրմեն չի մաքրում։ Դաժա բարձրում է հայլին։ Տուշա, իրա հայլիով, բարձրում է հայլին։ Ու սենց հաստ ինքը տուշա։ Երեխան խոսում է հեռախոսով։ Ու սենց ավելի կոր։ Մի խոսքով չենք փորձել, չգիտենք ինքը լավն է, վատն է, ուղղակի ես ինքը ուներ շագանակագույն տուշ, ես էլ ուզեցի։ Հա, ընդեղից գնված, ուներ լավներ, բայց այդ նույն ֆիրման չգտանք, դրա համար ստիպված սա վերցրեցինք առանց ինչ-որ փորձելու։ Գնել ենք երկու հատ այսպիսի հայլայթներ, ցիչ շատ լավն են իմներ միջև հիմա։ Հայ փորձարկի, սա չի երևա, բայց Սպիշկավ երևա։ Հիմա ցանեմ։ Մի հատ սիկ քարսմասի կան։ Որ տարածք ոնց է։ Ինքը դեկոլտեի համար շատ լավ է կնա։ Հոտ է այդքան էլ չէ, բայց հետո հոտը շուտ անցնում է, փայլը մնում է։ Թեթև է, շատ չի զգացվում։ Սա սառը փայլուն ուղակի արծաթագույն է, սրա մեջ մի քիչ այտենց մանուշակագույն կանանչ այտենց ուրիշ գույներ ունի, հա ինքը իր մեջ խաղիկներ ունի ուրիշ։ Այսպես։ Առել ենք աչքի սև մատիկ իր համար։ Մատիկներ ենք վերցրել, այն մատիկները, որը որ ես գնում էի այնտեղից եվրոպական, դրանք չկային, դրա համար խանութում կային, բայց այնքան երկար մնացինք այդ խանութում, արդեն ժամիններ ու կողքի խանութը փակվել էր։ մի հատ էլ անձեռոցիկ։ Մի խոսքով Չենք կարողանում դուրս գալ այդ խանութից։ որ մատիկներ քոնը վերցրել էր։ Ես մի հատ բաց էի եկալել։ Ես մի հատ շատ բացն էի վերցրել։ Այս էր քոնը, այս էր քոնը։ Հետո այսպես մատիկ, սենց Էդի դրե բաց ամենաբարձը։ Իվան թափլա։ Հետո այս ինձ մասկաներ ենք վերցրել հատը 60, 40, չէ դրանք 80։ Մի խոսքով ընդեղ կային 40, 60, 80, եթե ճիշտ եմ հիշում, 40-ը հիշում եմ։ Սրանք կամ 60 դրամ են, կամ 80 դրամ են սրանք այս մասկաները, կդնենք երեքով։ Իմ համար վերցրել եմ այսպիսի հայլայթեր, ինքը բացի հայլայթեր լինելուց նաև կարող ես շրթունքների լիպ կոմբո օգտագործես, ցեն կարող ես օգտագործես այդպես տարբեր բաներ գրված են։ Բայց չստամ ձեռքից։ Օրինակ ես ամբողջությամբ փակված եմ։ Հա, նոր էին բերել, վերսախ չէին բացել։
Ինձ դա դուր չի գալիս, որ տեստերներ չկան ու Շփոկան, բայց ոչ բոլորը, բայց կան։ Դե տեստերները շուտ են վերջանում։ Տոնային կրեմներն է ուներ տեստով։ Եվ ոչ բոլորը ունեն։ Դժվար է դուրս գալիս։ Տարած տենց չի երևա, տենց իմաց չունի։ Մի խոսքով ինքը լավն է։ Շատ սուր։ Քանի որ մեր լույսը այդքան էլ համապատասխան չի, լրիվ չի վառած, չէ՞։ Լրիվ էլ չի վառած անգամ։ Մի խոսքով։ Ֆիրմայից գնել եմ ինձ կանսիլեր 0.2-ը տվեց, հիմնականում ինձ 0.2 չեն տալիս, ինձ ավելի բաց են տալիս 0.1, բայց այդ վաճառողուհին 0.2-ը տվեց։ Բայց ձեռքիդ փորձեցին, լավ սպիտակ էր։ Ասա աչքերից նորմալ լինի։ Սրանք գնել եմ մեկը իմ համար, բանալիների վրա կկախեմ, մյուսն էլ նվեր, բայց ինձ դուր եկավ ու ինքը պայոսակի, բանալի վրա շատ հարմար բան է։ Շատ անուշ հոտ ունի։ Մեղրի հոտ է իսկական։ Բայց մարդիկ Ավելի շատ, որովհետև ինքը սկզբում թափանցիկ է, հետո ինքը մգվում է, իսկ սա ուղղակի սովորական բլեսկ կամ բալզամ տենց ինչ-որ մի բան։ ոնց սրանն է, մասլո։ Յուղ։ Բայց սրանն է ապլիկատորը։ Ինքը ասեց շատ խիտ է։ Դերել է աչքից տակսին։ Ասեց շատ քիչ ենք օգտագործում։ Ինքը ահա որ խիտ է։ Հելեն հայլի։ Սակրոս։ Լատիսում նա քիչը։ Մենք էլ գնել ենք երկու բանջիկ։ Բավականին էժան էին։ 40 դրամ։ 30։ 30 կամ 40 կամ 30 դրամ։ Սա ինձ։ Վատ չի, բայց ուղղակի պետքա լավ խոնավացված լինի դեմքը, աչքի տակը լավ խոնավացած լինի, սա այստեղ չկա, այստեղ կա, որ ինքը փակի։ Ես լավն էր։ Հա, լավն է, վատը չի։ Հա, մեր գնումները այսքան էին, ու այսքանը կազմեց 8000 դրամ։ 8000 դրամ։ Այս ինչ բան է այդ խանութի համար։ Հա, Լուսի հետաքրքիր գնումները ցույց տանք, սա նկարչական։ մի վարքյան, ասում է ինձ տուշ է պետք, ասում դե հարի գնանք կոսմետիկայի խանութ, հետո ասում է չէ, ինձ տուշ է պետք, ասում հա Լուս, գնանք առնենք, ինչ տուշ է պետք, կոսմետիկայի խանութ գնանք, պարզվում է սա կոչվում է տուշ, ջրիկ թանաքը, ժիդկայա չերնիլը, Դրանով նկարներ եմ նկարում։ այս Չեկի վրա, չեկի վրա գիտես չէ։ հա, գիտեմ։ Դրա համար շատ Արմունը ուզգուշ։ Բաց է։ Ոչինչ ես չգիտեմ ոնց են թաթախում։ Ես չգիտեմ, բայց գրեցին դասակ պատր գնում։ Ինչ։ Դերում է։ Այսինքն սիրուն գրեց։ Վաու։ Նայեք։ Իմ ձեռագիրը սենց սիրուն չի, էսի թանը գրիչից է։ Չէ լավ սիրուն չի։ Հաստային կարանք սովորենք։ Առաջին անգամ եմ սենց գրիչ օգտագործում։ Ես սպասի։ Պեշտորագրություն ես անեմ, հա։ Էսի աշկիս ինձ են եկալել։ Papi chulo. Ծնանք վեկլես։ Անդուս լփորձի։ Բայց նայ մի անգամից թանակ եղա։ Քո բանը ինչ հրանն է։ Քո ստորագրություն շատ սիրուն է։ Ինձ էլ մի հատ բան թողին ենքան բանասած։ Ես փոքր ժամանակ մամայի ստորագրությունը կեղծում էի։ Ես էլ պապայի։ Բայց ստորագրի մեջ ես կեղծում։ Պապային է։
Խի մաման Չէ, չէր մամային տալի, է։ մամային։ Հա։ Վայ, պապան ստեր։ Պապային իր խանութի թղթերի համար է իր ձևով ստորագրում։ Այն օրի ես ստորագրեցի։ Վայ, Լուսիան։ Չէ, կիսա անգլերեն, կիսա հայերեն։ Ու տառը ոնց է գրում անգլերեն։ Ճիշտ է, մեծատառ ես գրում։ Սենց բաները մեծատառ են գրում։ Հոս փոքր տապս։ Սիրուն չեղավ էսի։ Բայց երկար ժամանակ ալու սրան պետք որ չորանա օրինակ։ Իսկ ինձ ասացին ընկերներս, որ շուտ է չորանում։ Դե կամ է մենք Բերևի նկարչություն։ անդադ պետք է թաթախվի փաստորեն։ Այդ գրիշն է այս թմավատը ու ես որ ցնով կանեմ։ Նայեք, սենց գույները նման են, բայց այս լրիվ ռոզվի է, սա կարշնի։ Սիրուն չի։ Սիրուն է։ Հետո թանակ սենց երևի պետք է անել։ Երևի որ լավը մյուս անգամ առնես, ինքը հեշտ կլինի գրել։ Բայց շատ հավես բան է։ Էսի անտիստրեսը ոնց որ լինի։ Հանգստանում ես, սենց թանակը բանում Մայք ես լում։ Մայք էդ չգիտեմ, բայց պրոցին մեր խոսքով ես էսի կպրծեսնեմ հաստատես, չեմ կարող կեղտ սիրուն չի լինի։ Բես նկարները ցույց տանք։ Չէ։ Շեդևր լինի որ ցույց տամ։ Ոչ, դու նոր ես սովորում։ Շեդևր։ Պետքա ցույց տաս, որ հետո մարդիկ տենան քո տարբերից, քո արդյունքները, քո հաջողությունները, քո անցած բաները, էտապները։ Բարելուց է ոչ մեկ միանգամից եսի միջ բրժոկներ, եսի միջ պիրուետներ չեն անում։ Սովորում են կամած որ բարի ես գնացել։ Հա։ Ես եմ գնացել իր հետ։ Հետո դուրս եկա։ Մի քիչ խիստ էին։ Դրա համար ինքը էլ չուզեց հասիկի։ Խզիկ չէ, ամեն մարդու համար չի նետի նախապեսված ուղղակի։ Ու պետք դու շատ ճիշտ ես արել, դեռ պետք չի ստիպել։ Անել են ինչ որ քեզ դուր չի գալի։ Բայց մաման ասում էր գնա, բայց ես համառոր եմ։ Պրոստը չգնացի։ Մեկ էլ անգլերեն ատան ծաղել։ Բայց փոշմանն է։ Չէ, իր հետ մարդուն թվոյ գրուպավոր էր։ Ու բոլորը գիտեին անգլերեն, ես չգիտեի։ Հիմա իրենք խոսում են, թարգմանում են, իսկ ես ամենասովորական բառն էլ չգիտեմ։ Ու հիմա իմ հերթն է կարդալու։ Չի դեպքում։ Հա։ Համը շատ կոպիտ էին, էլի։ Ինքը հա իր հետ չպետքա կոպիտ լինես, պետքա իր հետ միշտ նուրբ խոսաս, նուրբ ամեն ինչ բարձրացնես, Անյա տատին։ Ինքը խիստ էր, բայց ինքը քո հանդեպ ուներ մոտեցում առանձին։ Դե ինձ սիրելիներս այսօր այսքանը, բաժանորդագրվեք իմ ալիքին, գրեք մեկնաբանություններ, դրեք ձեր լայքերը, սիրում եմ բոլորիդ, ցտեսություն։ Մեկ էլ կոմենտներում գրեք նման եք իրար թե չէ։ Սա չէ։ Ես ավելի կլոր դեմք եմ։ Մեր ժպիտն է նման։ Աշկերով ենք ժպտում։ Պապայի ժպիտն է։ Պապել ժպտա։ Ես ճպտուց պապի ժպտ։ Անկա ժպտում, ավաշ չես տեսնում։ Հա, բեշ նիշում։ Մամա ոնց է ժպտում։ Պրոստը։ Ստեսում։